Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ միջազգային հարաբերությունների մասնագետ Գյորգի Թումասյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Թումասյան։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Երևանում, մենք միշտ աշխատել ենք հեռակապով, դուք Թբիլիսիում եք բնակվում եւ ես անչափ ուրախ եմ ձեզ հետ զրուցելու տաղավարում։ Ես էլ շատ ուրախ եմ ձեր մոտ այստեղ տաղավարում լինելու եւ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Միշտ պատրաստ եմ ձեզ հետ զրուցել եւ հայերեն եւ ռուսերեն, հրաշալի միջազգայնագետ եք։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցս հետեւյալն է. Հայաստանում վերջերս Փաշինյանին կոչում են Վրաստանի Բիձինա Իվանիշվիլի։ Ով ավելի լավ, քան դուք կարող եք իմանալ, որքանով են այս երկու գործիչները նման գործունեություն վարում։ Խոսքը գնում է իհարկե Ռուսաստանից կախյալ լինելու ակնարկը։ Եվ այսպես, կարելի է արդյոք Փաշինյանին, այսօրվա Փաշինյանին համեմատել Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Այսօրվա Փաշինյանը եւ Բիձինա Իվանիշվիլին իմ պատկերացումով առհասարակ լրիվ ուրիշ ուղղություններով են շարժվում։ Եվ դրա վառ օրինակը այն է, որ երբ Բիձինա Իվանիշվիլին եկավ իշխանություն 2012 թվականին, Վրաստանը արդեն արևմտյան ուղու վրա շատ ակտիվ զարգանում էր, մենք վիզայի չեղարկման ռեժիմը արդեն փաստացի պատրաստ էր եւ մի քանի տարի անց Իվանիշվիլու իշխանությունների ժամանակ ստացանք DCFTA ազատ առևտուրը Եվրոպական միության հետ լուրջ քայլեր արվեցին ասոցիացման համաձայնագիրը եւ այլն սկզբնական փուլում իներցիայով Իվանիշվիլին այդ պրոեվրոպական ուղին, որը արդեն սկսել էր նախորդ իշխանությունը շարունակում էր, բայց դրանից հետո մենք տեսնում ենք, որ Իվանիշվիլին շեղեց Վրաստանի զարգացումը, ժողովրդավարությունը փոխարինեց բռնապետությունով, ընտրությունների համակարգը, որը մենք ունենք եւ հիշեցնեմ, որ Սաակաշվիլին առաջինն էր, ով ընտրությունների միջոցով զիջեց իշխանությունը հենց Իվանիշվիլուն, Վրաստանի պատմությունում չեղարկել է հիմա ընտրությունների գաղափարը ինչպես այսպիսին, Վրաստանը արդեն պայմանավորված Միացյալ Նահանգների հետ Անկլիայի ռազմավարական նավահանգիստը Սև ծովում փոխանցեց Չինաստանին, խլելով Միացյալ Նահանգներից, աննախադեպ աճեցրեց Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում եւ Վրաստանի կարելի ասել հյուսիսային կորեիզացիայի եւ բելարուսիզացիայի ճանապարհով Վրաստանը գնում միջազգային մեկուսացման։ Այսօր Վրաստանը դարել է ոչ միայն արևմուտքից հեռացել է, այլ դարել է հակաամերիկյան եւ հակաեվրոպական քարոզի գլխավոր հիմք, որտեղ որ իշխանությունները ասում են, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները ճակերտներում գլոբալ պատերազմի կուսակցություն են, ուզում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ եւ ճակերտներում բացել երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ Վրաստանում, առաջինը Ուկրաինայում են բացել։ Ուրեմն այս ամենը, եթե մենք համեմատենք նրա հետ, ինչ Նիկոլ Փաշինյանը անում է ոչ թե սկզբում իր վարչապետ լինելու, երբ իներցիայով շարունակում էր մինչև Լեռնային Ղարաբաղի պատերազմը եւ մի փոքր դրանից հետո էլ ուշ, երբ Կարապետյանին նշանակեց Խոսպին պաշտպանության նախարար եւ Շոյգուի հետ միասին փորձում էին վերականգնել հայկական զինված ուժերը, ապա Նիկոլ Փաշինյանը հակառակը ուշացումով, բայց հասկացել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ ձևավորելը չի ստացվի Հայաստանի մոտ, դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանը որևէ մի պետության հետ չունի։ Եվ դրա հետևանքում Փաշինյանը ոչ միայն ժողովրդավարությունը ամրապնդեց հեղափոխության հետևանքում Հայաստանում, այլ նաև Հայաստանը շատ ավելի մոտեցրեց Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին եւ նույնիսկ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, որով պատերազմի իրավիճակում հայկական կողմին ստիպել էին, որ այդտեղ լինի այդպիսի բովանդակություն եւ դա ներառում է ռուսական ՖՍԲ-ի զորքերի ներկայությունը այդ լոգիստիկ կապերի վրա Սյունիքում, որը պետք է բացվի, փաստացի Նիկոլ Փաշինյանը իր ջանքերը եւ իր քաղաքական ուժը տրամադրեց, որ դա արդեն Ռուսաստանի հետ պայմանավորված է, որովհետեւ նոյեմբերի 9-ի ամբողջ ճարտարապետությունը փլուզվեց եւ միայն դա էր մնում եւ Ռուսաստանը շարունակում էր պնդել, որ պետք է Հայաստանը կատարի 9-րդ կետը, տարավ Վաշինգտոն եւ Վաշինգտոնում ստորագրեց այդ փաստաթուղթը։ Ուստի այնինչ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ Բիձինա Իվանիշվիլու դեպքում առհասարակ հակառակ ուղղություններ են։ Միևնույն ժամանակ Վրաստանում այսօր աննախադեպ ճնշումներ է քաղաքական ընդդիմության, արևմտամետ քաղաքական ընդդիմության, իսկ իշխանությունը բացահայտ հենց ռուսական, չինական, նաեւ գնացին կոմունիստական կուսակցության հետ Վրաստանի
իշխող վրացական երազանքը ստորագրեցին փաստաթուղթ եւ ասացին, որ օրինակ է այդ կոմունիստական կուսակցությունը, ուրեմն Միևնույն ժամանակ, ինչ վերաբերվում է Հայաստանի այդ Չինաստանի այդ հարաբերություններին, ապա մենք ինչ տեսանք։ Մենք տեսանք, որ ծրագիրը, որը պետք է լիներ այստեղ Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը Չինաստանն է, ուստի լոգիստիկ կապերը լինելու էր Չինաստան, Ռուսաստան եւ թուրքական միություն։ Վերջ, Հայաստանը լինելու էր Ռուսաստանի գործիքը միայն այստեղ եւ Ռուսաստանի գուբերնիան։ Հայաստանը կարողացավ հասնել մեծ հաջողության, որ սա տարավ Վաշինգտոն եւ սրանով փաստացի այստեղ Չինաստանի, Ռուսաստանի շահերը նվազեցին այդ առումով։ Ուստի այդտեղ էլ ենք տեսնում, որ հակառակ մոտեցումներ է։ Ճիշտ է, Փաշինյանը փորձեց հետո Չինաստանի հետ մեկը հաստատել ռազմավարական հարաբերություններ, որ վտանգներ չձևավորի, բայց գլխավոր ուղին Հայաստանի համար արևմուտքն է մնում, իսկ Վրաստանը, որը արդեն արևմուտքի դաշնակիցն էր, հիմա շեղվել է դեպի Չինաստան եւ դարել է հակաամերիկյան։ Հիմա 3 կետ ներկայացնեմ, դուք հպանցիկ այդ կետերը նշմարեցիք, բայց ինչու են ասում, որ Փաշինյանը հարում է դեպի Ռուսաստան, ոնց որ Ռուսաստանի ծիրից ոչ մի կերպ դուրս չի եկել։ Հայտնի ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը։ Այո, Փաշինյանի օրոք չի Հայաստանը դարձել ՀԱՊԿ-ի անդամ եւ ԵԱՏՄ-ի անդամ, բայց առաջինը Փաշինյանը դուրս չի գալիս, չի շտապում, դուրս չի գալիս ոչ մեկ, ոչ մյուս, առավելագույնս խոսքը գնում է ՀԱՊԿ-ի մասին, դե ԵԱՏՄ-ն ասում են լավ տնտեսական է, այնտեղ այդքան մի օրում չես կարող դուրս գալ, ՀԱՊԿ-ից չի դուրս գալիս առաջին կետը, դա են նշում, երկրորդը չի շտապում Եվրոմիություն, չի շտապում հայտ ներկայացնել Եվրոմիություն, այլ Պուտինի հետ է հանդիպում, գնում է այդ շքերթին ռազմական եւ Չինաստան է գնում եւ ուրեմն մայիսի 9-ին գնաց Ռուսաստան եւ Չինաստան եք մատնանշում Վրաստան-Չինաստան հարաբերությունները, դուք ինքներդ նոր այո հիշեցրեցիք, որ բոլորովին վերջերս Հայաստանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն, այսինքն Հայաստանը եւս գնում է դեպի Չինաստան։ Եվ այսպես Հայաստանը, ներողություն, այո, Փաշինյանական Հայաստանը այսօր չի դուրս եկել Ռուսաստանի ծիրից, դրա համար համեմատում են Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Առաջի հերթին դուրս գալու գործընթացը նրանում է, որ սահմանի ուղղությունով, սահմանապահների ուղղությունով ունենք առաջընթաց ռուսական ՖՍԲ-ի հանման, Ադրբեջանի հետ սահմանում նաև եւ զուգահեռ դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացի հետ, ինչպես Ադրբեջանի հետ, այդպես էլ Թուրքիայի հետ սահմանի բացման այդ գործընթացը ամբողջությամբ վերջին է հասնելու եւ ես կարծում եմ կնիքի մասին այդ հայտնի քննարկումը, որը հիմա տեղի է ունենում, տվեց նաև հնարավորություն հայկական բարձր պաշտոնյաներին տարբեր, որ այս օրերին ասում են, որ հայ սահմանապահը պետք է լինի անպայման հայ, նկատի ունենք, այլ ոչ թե օտար պետության եւ հայկական սահմաններում հայ սահմանապահներ պետք է լինեն։ Դա արդեն մեզ հուշում է, որ գործընթացը ավարտի կհասնի կոնկրետ ժամկետներում եւ ամբողջ մեր սահմաններին կլինեն միայն հայկական սահմանապահներ։ Դա կարեւոր ուղղություն է։ Բացի դրանից իհարկե այսինքն Ռուսաստանին կամած դուրս կբերվի, Ռուսաստանը դուրս կբերվի սահմանից։ Եվ եթե հիշում եք, այդտեղ նաև կար Միացյալ Նահանգների հետ հուշագրում մաս, որով Միացյալ Նահանգները կօգնեն մեզ տեխնիկական առումով սահմանի վերահսկման ուղղությունով, դա բարդ անելիք է, որովհետև վերջերս եւ 10 տարին պատմական առումով վերջերս է փաստացի Հայաստանը առհասարակ որևէ իր սահմանը չէր վերահսկում եւ փորձ բացի Վրաստանից եւ այդպիսի փորձ չուներ եւ դա կադրային ռեսուրս է պահանջում եւ այլն։ Ոստի այդ ուղղությունով քայլեր կան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության, ապա մենք նաեւ շատ լուրջ փոփոխություն տեսանք 90%-ից մինչեւ 10%-ից պակաս է հասել համագործակցությունը։ Իհարկե, այն որ Հայաստանը սառեցված իրավիճակում, բայց դեռ մնում է ՀԱՊԿ-ում, դա խնդրահարույց է եւ ես կարծում եմ այդ հարցը ուրեմն այսօրվա իշխանությունները անպայման պետք է լուծեն, որովհետեւ ՀԱՊԿ-ում մնալը մեծ սխալ է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ԵԱՏՄ-ից մենք այսօր ունենք օգուտ եւ իհարկե ավելի ճիշտ կլիներ, որ դուրս գայինք եւ մտնեինք Եվրոպական միություն, բայց պետք է տեսնենք, որ դուրս գալու գործընթացում մենք արդյոք կարող ենք շատ արագ տեմպում մտնել Եվրոպական միություն։ Ես հիշեցնեմ, որ
2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ Փաշինյան, Ուրսուլա ֆոն դեր Լայն, Բլինկենի ձևաչափով եւ այդտեղ ամրապնդվել է փաստաթղթով, որ Վրաստանի միջոցով, ինչպես Եվրոպական միության անդամակցության կարգավիճակ ունեցող պետության, Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները Հայաստանին կմատակարարեն ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է, այսինքն այդ թվում տնտեսության փրկելու առումով, որովհետև ԵԱՏՄ-ից դուրս գալը շատ ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, որովհետև մենք կախված ենք այդ շրջանից։ Այդ ամսվա շատ կարևոր է սա, այդ ամսվա ապրիլի 29-ին Բիձինա Իվանիշվիլին դուրս է գալի անսպասելիորեն բոլորի համար եւ հայտարարում է, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները գլոբալ պատերազմի կուսակցություն են։ Եվ Վրաստանում նաեւ շատերը հարց էին տալի, թե ինչու սա արեց, ինչու այս ժամանակահատվածում, ինչն էր տրիգերը դրա, պատճառը։ Եվ իմ վերլուծությունը վերաբերվում է նրան, որ Մոսկվան երբ հասկացավ արդեն, որ Հայաստանը եւ Վրաստանը ինչ որ առումով միասին արդեն կարողանում են իր ազդեցությունից դուրս գալ եւ հաշվի առնելով, որ Հայաստանում հեղաշրջում կազմակերպելը չի ստացվել, Բիձինա Իվանիշվիլին արդեն վերջնական դրեց գործի եւ փաստացի դրանով խափանեց Հայաստանի եվրոպական ինտեգրացումը։ Ուստի այդ օրենքը, որը ընդունվել է եւ իհարկե դա շատ կարեւոր եւ լավ է, այսօր որ Հայաստանը նույնիսկ ցանկություն ունենա եւ սկսի եվրոինտեգրման գործընթացը, առանց Վրաստան դա անհնար է։ Թուրքիայի հետ նույնիսկ սահմանը որ բացվի եւ դա երկար գործընթաց է։ Իհարկե այդ սահմանը եւ այդ ճանապարհը որևէ դեպքում այդպիսի վստահելի չի լինի, ինչպիսի Վրաստանի ճանապարհն է եւ հետո սև ծովով Եվրոպական միության հետ։ Այն դեպքում, եթե մենք հիմա հաջորդ իմ հարցս դա է լինելու եւ եթե Հայաստանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները բարի լինեն։ Մեր փոխհարաբերությունները միշտ էլ բարի են, որովհետև այս ազգերը կարողացել են այս բարդ իրավիճակում առաջին երբեք իրար հետ չթշնամանալ եւ միմյանց աջակցել ամբողջ պատմության ընթացքում։ Եղել է փուլ Հայաստանն է թույլ եղել է փուլ Վրաստանը, եղել է փուլ Հայաստանն է եղել ռուսական այստեղ պլացդարմ եւ գործել այդ թվում ինչ որ առումով ոչ ուղիղ Վրաստանի դեմ, այսօր Վրաստանն է այսպիսի պլացդարմ ռուսական եւ ինչ որ առումով ոչ ուղիղ գործում է Հայաստանի դեմ։ Այսինքն Ռուսաստանը Վրաստանի ներքին այդ քաղաքական հարումները դեպի ռուսական, տեսնում եք դուք ինչ եք ասում, դրանք չեն խանգարի հայ-վրացական հարաբերություններին, դուք կարծում եք։ Երկարաժամկետ առումով Ռուսաստանը այստեղ տարածաշրջանում չկար, երբ այդ հարաբերությունները մենք ունեցել ենք։ Ավելի խորն են, քան հայ-վրացական հարաբերությունները, ավելի խոր արմատներ ունեն։ Վրաստանի հայ համայնքը դրա վառ օրինակը եւ կապն է, կամուրջն է մեր երկու պետության եւ ազգերի միջեւ, բայց քաղաքական առումով իհարկե այն ինչ Վրաստանում այսօր տեղի է ունենում ծանր հետևանքներ ունի Հայաստանի համար, որտեղ մենք ժամանակ ենք կորցնում, եթե Վրաստանը նաեւ ակտիվ շարժվեր դեպի Եվրոմիություն, մենք փաստացի ԵԱՏՄ-ից դուրս գալն էլ եւ մի քանի տարվա ընթացքում կարող էինք Մոլդովա, Ուկրաինայի այդ փաթեթի մեջ նստել, ցավոք դա տեղի չի ունենում, բայց միևնույնն է, դա չի փոխում այն փաստը, որ մեր 4 հարևանից մեկն է միայն նկատի ունեմ Վրաստանը, որը աշխարհաքաղաքական եւ նույնիսկ այսպես ասենք մարդկային, պատմական եւ ցիվիլիզացիոն առումով ամենամոտիկն է Հայաստանի համար եւ ասեմ Վրաստանի համար էլ տարածաշրջանում ամենամոտիկը Հայաստանն է։ Ուրիշ այսպիսի հայացքների, պատկերացումների եւ եվրոպական ընտանիքի մաս լինող պետություն կամ ժողովուրդ այս տարածաշրջանում իրականում չկա եւ մենք պետք է միևնույնը կարողանանք հաղթահարել այս իրավիճակը։ Այ հաջորդ հարցից երևի հատված էր այդպես հարցը, որ քննարկեցինք նոր աշխարհում բոլորս են արդեն տեսնում, գիտակցում եւ բոլոր վերլուծաբաններն են մատնանշում, որ տեղի ունենում վերադասավորումներ։ Իսկ կա դեռ Հարավային Կովկաս այդպիսի տարածաշրջանային միավոր 3 երկրներով սովորենք հիշում ենք այդ 3 մեր երկրները Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Այժմ ինչու եմ այս հարցը բարձրացնում, որովհետև ոմանց կարծիքով արդեն այս 3-ը տարբեր ուղղություններով են, ուղղությունների են հարում, Ադրբեջանը Թուրքիային է հարում եւ ուրիշ ոնց որ թե տարածաշրջանի մեջ է մտնում, Վրաստանը դուք նորից հիշեցրեցիք եւ մատնանշեցիք, դեպի Ռուսաստան է կարծես թե հարում, եթե ես սխալվում եմ դուք կուղեք, Հայաստանը պարզ չի թե ում է հարում եւ այսպես կա արդյոք
այդպիսի տարածաշրջանային միավոր, ինչպիսին է Հարավային Կովկաս, եւ այդ 3 երկրները կարող են արդյոք դիտարկվել որպես մեկ տարածաշրջանային, գուցե եւ ինչ որ միասնական ծրագրեր իրականացնող երկրներ։ Համեցեք։ Շատ կարևոր եւ հետաքրքիր հարց է, որովհետեւ քաղաքական առումով կարելի ասել լուրջ փոփոխություն է կրում հասկացողությունը Հարավային Կովկաս։ Եվ եթե նախկինում Հարավային Կովկասը ձևավորվել է հիմքի վրա Վրաստանի, որը այստեղ միշտ եղել է արևմուտքի ներկայացուցիչը եւ կարելի ասել ինչ որ առումով Կովկասի այսպիսի Շվեյցարիան, որտեղ որ ժողովրդավարությունը, զարգացումը եւ այլն միշտ առաջ է ընկել Հայաստանից, Ադրբեջանից եւ իհարկե Հյուսիսային Կովկասից, այս փուլում մենք ունենք փաստացի իրավիճակ, երբ Վրաստանը շատ ավելի նմանվում է Հյուսիսային Կովկասի Ռուսաստանի գուբերնիաներին կամ հանրապետություններին, այդտեղ որը ունեն խոսքին Չեչնիային եւ այլն, որովհետեւ Վրաստանը ես բացի այդ ասում եմ, որ մեկուսացում է տեղի ունենում, ոչ միայն բռնապետության ձևավորում, նույն Հայաստանում էլ այդ ժամանակ բռնապետություն կար, բայց այդ Հայաստանը ոչ հակաարևմտյան եւ հակաեվրոպական օրակարգ է ծավալել, ոչ էլ մեկուսացման քաղաքականություն է փորձել ծավալել։ Վրաստանում հենց այդպիսի գործընթաց կա, հակաարևմտյան եւ մեկուսացման։ Եվ զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը իհարկե շատ ավելի հետաքրքրված է հենց Թուրքիայի հետ երկկողմ եւ Կենտրոնական Ասիայի հետ բազմակողմ հանդիպումներում։ Եթե տեսնենք նույն նախագահ Ալիևի այցերը, ապա շատ ավելի հաճախ են հենց Կենտրոնական Ասիա կամ այնտեղից նախագահերի եւ ուշադիր նայենք, ինչ է հայտարարում Իլհամ Ալիևը, ասում է մենք թուրքական ընտանիքի մաս ենք եւ մեր ուրեմն իր համար քաղաքական մթնոլորտը միջավայրը ինքը ասում է եվրոպականը չէ, այլ թուրքական ընտանիք եւ աշխարհն է։ Ոստի հաշվի առնելով, որ այս թուրքական կազմակերպությունը, թուրքական պետությունների միությունը, որը վերջերս անունը փոխեց, բայց 15 տարի արդեն գոյություն ունի եւ ակտիվորեն զարգանում է, հատկապես Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի ընկալվում է հենց այդ թուրքական աշխարհի ծրագրում, այն էլ Թուրքիա եւ Կենտրոնական Ասիա կապող այսպիսի ձևաչափով, ուստի տարբեր արդեն վեկտորներ տեսանք Վրաստանի եւ Ադրբեջանի դեպքում մնում է Հայաստանը եւ այո, հետաքրքիր է թե որտեղ է Հայաստանը։ Հայաստանը մի կողմից թիրախ էր այս թուրքական ինտեգրացման գործընթացի։ Հիմա ես կարծում եմ, որ մենք Վաշինգտոնով կարողացանք թիրախը այս ասիմետրիկ իրավիճակը բալանսավորել եւ Վաշինգտոնի միջոցով մեր հնարավորությունները այդտեղ եւ մեր շահերը այդ թվում բալանսավորել ենք, այն առումով, որ կարողանանք հավասարը հավասարի վրա ունենալ իրավիճակ, մեր սուվերենությունը պահպանենք, տարածքային ամբողջականությունը եւ այդ ձևաչափով բացվի լոգիստիկ կապերը, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով եւս մեկ անգամ Վրաստանի այս ճանապարհների իրավիճակը, որ Վրաստանը չի գնում դեպի արևմուտք, մենք ստիպված ենք վարել շատ բարդ եւ մեկ-մեկ անհասկանալի նույնիսկ քաղաքականություն, որում գլխավոր ուղին արժեքային համակարգի վրա ընտրված է, դա Վաշինգտոնի հետ միասին գործելն է, դա Մենք ասելով ներողություն նկատի ունենք։ Նկատի ունեմ Հայաստանը։ Հայաստանը։ Հայաստանը բարդ եւ բազմաշերտ հիմա քաղաքականություն է վարում արտաքին եւ դա կարելի ասել, որ այո, ինչ որ առումով միջև վերջ հասկանալի չի լինի, որովհետև պետք է փորձենք միևնույն ժամանակ Վաշինգտոնի հետ այս հարաբերությունները ակտիվ զարգացնենք, եվրոպական ինտեգրացումը օրակարգից չհանենք, բայց ոչ էլ շատ ակտիվ կարող ենք առաջ տանել, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք Ռուսաստանի, Չինաստանի եւ նույն թուրքական միության, ինչքան էլ Վաշինգտոնը ներկա չլինի եւ Իրանի առանձին դեպքում եւ ուրիշ խաղացողների հետ էլ իհարկե, բայց առաջերտին այս խաղացողների այնպիսի հարաբերություններ ձևավորենք, որ վտանգներ չստեղծենք։ Ուստի իմ պատկերացումով Վաշինգտոնի այս կարևոր արտաքին քաղաքականության փոփոխության հետևանքով եւ նույնիսկ Ռուսաստանի օրակարգը այստեղ խափանելուց հետո, նկատի ունեմ օգոստոսի 8-ը, որը նոյեմբերի 9-րդ կետը թաղեց, գնալ Պեկին եւ այդտեղ սիմվոլիկ առումով մասնակցել, ես դες համոզեցնում եմ, որ դա Վաշինգտոնում բացասական չէր գնահատվի, որովհետեւ ոչ թե վիզուալ մասն է կարևոր եւ այսպես ասած դրա սիմվոլիկ հատվածը արտաքին քաղաքականության, այլ գլխավորն է բովանդակությունը։
եւ հաշվի առնելով որ Հայաստանը կարող թիրախ դառնալ, հիշեցնեմ Ադրբեջանը արդեն Չինաստանի ռազմավարական դաշնակիցներ եւ ինչու Վաշինգտոնում երբ Հայաստանը արդեն ռազմավարական դաշնակից այս օգոստոսի 8-ը մենք ընկեցինք, Ադրբեջանը նաեւ սկսեց խոսալ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների մասին, որովհետեւ Ադրբեջանը չի ուզում որ Միացյալ Նահանգների շահերը այստեղ միայն լինեն Հայաստանի վրա հիմնված եւ միայն Հայաստանի հետ խոսի Միացյալ Նահանգները բայց նույնը եւ Միացյալ Նահանգները, չէ՞ դա Ալիևի որոշումը չէր Խարսիայի վրա աշխատել հայ ներողություն Ադրբեջանը Միացյալ Նահանգներ, այսինքն Միացյալ Նահանգների քաղաքականությունն է եւս, տեսեք, եւ Հայաստանի հետ կար Խարտիա եւ հիմա կա հայ-չինական ռազմավարական գործընկերություն։ Ադրբեջանը հայլային է, Ադրբեջանը ավելի շուտ էր կնքել Չինաստանի հետ ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերություն եւ հիմա Խարսիայի վրա են աշխատում։ Այսինքն Չինաստանը եւ Միացյալ Նահանգները երկուսն էլ իդեմս Ադրբեջանը եւ Հայաստանը տվյալ դեպքում ունեն այսպես գործընկեր։ Սա հայլային է։ Հիմա երրորդը Վրաստանը Չինաստանի հետ եւ Վրաստանը Միացյալ Նահանգների հետ ինչ հարաբերակցություն ունի, որպեսզի մենք հասկանանք Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հետո հաջորդ հարցը լինելու քաղաքականությունը մեր տարածաշրջանում, որը դեռ անվանվում է Հարավային Կովկաս։ Շատ լավ, փորձեմ պատասխանեմ ձեր հարցին, բայց միջով այդ ասեմ, որ երբ Ադրբեջանից հետո Հայաստանը նաև փորձեց ձևավորել Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ, ես կարծում եմ, որ մեր նպատակն էլ այդտեղ այն էր, որ փաստացի չթողնենք, որ Չինաստանը միայն Ադրբեջանով լինի այստեղ հետաքրքրված եւ ներգրաված։ Ուստի հայլային քաղաքականություն վարեցին Երևանը եւ Բաքուն, այն առումով, որ չտան մյուս կողմին հնարավորություն առավելություն այս դեպքում, բայց տեսեք, ամենակարևորը եւ մեր համար հաղթանակը այն է, որ այս փաստաթուղթը ի վերջո եւ Ալիևը դրա վրա համաձայնվեց, ստորագրվեց Վաշինգտոնում Միացյալ Նահանգների մասնակցությամբ եւ այդտեղ ներկա է լինելու Միացյալ Նահանգները։ Ուստի մեր համար դա ամենաշահավետ իրավիճակն է եւ այդ է պատճառը, որ նույն Միացյալ Նահանգները սրա դեմ, ինչպես տեսնում եք, որևէ լուրջ հայտարարություն եւ նույնիսկ որևէ հայտարարություն առհասարակ չի արել, որ ինչու է Հայաստանը նույն Չինաստանի հետ ձևավորում կապեր, որովհետև Հայաստանը միջև դա անելը հստակ ասաց, որ ես ընտրում եմ Միացյալ Նահանգների ինչպես դաշնակից, իսկ Չինաստանը փաստացի ինչպես ռազմավարական գործընկեր, եւ մենք դեռ շարժվելու ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական քաղաքական դաշնակցության առումով եւ լուրջ քայլեր պետք է անենք այդ ուղղությունով։ Վրաստանը իր հերթին արդեն Միացյալ Նահանգների 2005 թվականից ռազմավարական գործընկերն էր, փաստացի դաշնակիցը, փաստացի գլխավոր ներկայացուցիչը։ Միացյալ Նահանգները Հայաստան նոր են սկսում ներդրումներ անել։ Վրաստան 30 տարի ներդրումներ են արել վրաց հասարակության մեջ եւ Վրաստանը միշտ շնորհակալ էր Միացյալ Նահանգներին սրա համար եւ միշտ աջակցել են մեզ այնտեղ ինչով որ հնարավոր էր։ Ուստի այն փաստը, որ Վրաստանը դավաճանեց Միացյալ Նահանգներին, նկատի ունեմ այսօրվա իշխանությունների օրոք եւ ոչ միայն հրաժարվեց Միացյալ Նահանգների հետ դաշնակցությունից, այլ գնաց Միացյալ Նահանգների թշնամիների հետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կնքեց համաձայնագիր, իսկ ՇՕՍ-ը, նկատի ունեմ Շանխայյան համագործակցության կազմակերպությունը, լրիվ ուրիշ բան է, այդտեղ անդամակցությունը նույնիսկ չի խոչընդոտում քեզ Եվրոպական միություն մտնելուց, դա ԵԱՏՄ չէ, իսկ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ հարաբերություններ ձևավորելը, Չինաստանի ռազմական, պետական կառույցին նավահանգիստ տալը, դա թշնամական քայլեր են Միացյալ Նահանգների հանդեպ, ուստի Վրաստանը ոչ միայն գնաց դեպի Չինաստան եւ հրաժարվեց Միացյալ Նահանգներից արդեն ունեցող պարտականություններից, այլ դառավ հակաամերիկյան։ Խոսում է նրա մասին, որ եւ փաստաթղթ ընդունեցին այս վերջերս, այդպես կոչված խորհրդարանում մենք դա լեգիտիմ չենք համարում եւ չենք համարելու, ըստ որի 2008 թվականի պատերազմում Արևմուտքը դրդել է Սաակաշվիլիին ռազմական գործողությունների եւ փաստացի սա համ ուրեմն Վրաստանի սուվերենության դեմ է, յոքուտ Ռուսաստանի, որովհետև նույն սեպարատիստական այդպես կոչված այդտեղ ներկայացուցիչները Սուխումիում եւ Ցխինվալիում հայտարարություններ արեցին, որ շատ գոհ են, որ Թբիլիսին իր սխալները եւ ուրեմն Սաակաշվիլի ճակերտներում հանցագործությունները ճանաչում է եւ այլն, ինչը հակապետական գործողություն է։ Մյուս կողմից սա Արևմուտքի դեմ է,
ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանը, որը միշտ Ուկրաինայի հետ միասին է եղել եւ առաջ զողն է նույնիսկ ռուսական իմպերիալիզմի դարը հետ սովետական տարածաշրջանում Վրաստանը, այսօր հայտարարում է, որ արևմուտքն է փորձում հրահարել պատերազմ, ինչը կեղծիք է, եւ իբրև արևմուտքն է փորձում Վրաստանին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, ինչը նաև կեղծիք է։ Ուստի Վրաստանը այդքան հակաարևմտյան է դառել, այդքան Վրաստանի օրակարգ մտել են կոնսպիրոլոգիայի օրակարգ, նկատի ունեմ ճակերտներում գլոբալ պատերազմի կուսակցություն, իշխանությունները բացահայտ ասում են, որ Եվրոպական միությունը սուբյեկտ չէ, նույնիսկ Դոնալդ Թրամփն էլ սուբյեկտ չէ եւ գլոբալ պատերազմի կուսակցությունը Deep State-ը եւ անհասկանալի ինչ որ կառույցներ նաեւ իրականում կանգնած են այս ուրեմն կառույցների հետևում, սրանով փաստացի արժե զրկում են ամբողջ այն համագործակցությունը, որը մենք ունենք։ Ուստի նկատի ունեմ շատ լրջորեն տարբերվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մոտեցումները եւ ես շատ անգամ եմ ասել, որ իմ պատկերացումով նույն Երևանում եւ Բաքվում կառավարությունները, ղեկավարները հայտնվեցին շատ ավելի հասունացած միջազգային առումով, քան թե Վրաստանում, բայց սրա մի պատճառ կա։ Այն չի պատճառը, որ Իվանիշվիլին կամ իր կողքը գտնվող մարդիկ չեն հասկանում այս քաղաքականության հետևանքները եւ ինչքանով սխալ քաղաքականություն է։ Մի պատճառ է եւ Իվանիշվիլին վերջերս 3 նամակ է հղել Թրամփին տարբեր միջոցներով, կուսակցության անունից, վարչապետի անունից, նախագահի անունից, բոլոր տեղերում ասում է այսպիսի բան, որ դուք բռնապետների հետ խոսում եք, դուք բռնապետների հետ հարաբերություններ ունեք, ինչու չեք ճանաչում մեր իշխանությունը եւ մեր հետ չեք ձևավորում հարաբերություններ։ Ուստի գլխավոր խնդիրը Իվանիշվիլու համար այն է, որ ինքը ակնկալում է, որ իր բռնապետությունը պետք է ճանաչեն, եւ միջև չեն ճանաչել իր բռնապետության լեգիտիմությունը, որ ինքը լեգիտիմ բռնապետ է, ինչպես շատ տեղերում կան լեգիտիմ բռնապետներ եւ Միացյալ Նահանգները հարցի տակ չեն դնում իրենց լեգիտիմությունը, նույն Ադրբեջանի որևէ մեկը չի կասկածում, որ բռնապետ է, բայց լեգիտիմությունը հարցի տակ չեն դնում։ Բիձինա Իվանիշվիլին դա ուզում է, բայց դա չի ստացվում, որտեղ Միացյալ Նահանգները, որտեղ որ վերջերս այցով եմ, հստակ կարա այցով է եւ հանդիպումներ ունե եւ հստակ կարամ ասեմ, որ Միացյալ Նահանգները ուղղակի ունի տարբերություն։ Վրաստանը, որի 80%-ը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ուզում լինել Եվրոպական միության անդամ եւ ժողովրդավար պետություն, եւ որը կար ժողովրդավարապետություն, եւ դու շեղում ես դեպի բռնապետություն, լրիվ ուրիշ դեպք է, քան Ադրբեջանը, որտեղ որ բնակչության մեծամասնությունը այդպիսի օրակարգ չունի, Եվրոպական միության ինտեգրացման, ժողովրդավարության համար պայքար առհասարակ կարելի ասել լայնածավալ առնվազն չկա։ Եվ այլն, ուստի այս ամեն ինչ շատ մեծ տարբերություն է դնում, ինչու Միացյալ Նահանգները տարբեր մոտեցում։ Այո, բայց դուք նշում եք, որ այդ պարագայում Միացյալ Նահանգները կարծես թե չեն խզում, բայց ավելի կոշտ եւ չոր են սկսել վերաբերվել Վրաստանին, քան նույն Ադրբեջանին, որտեղ դուք ասում եք դեմոկրատիա չկա։ Դա փաստորեն Հիմա եկեք տեսնենք եվրոպացիների դիտանկյունից։ Եվրոպացիները դիտարկում էին Հայաստանը եւ Վրաստանը ոնց որ թե իրենց հարող պետություններ կամ իրենց գործընկեր պետություններ, բայց հիմա Վրաստանը ոնց որ թե ոչ միայն Միացյալ Նահանգներն են կոպիտ ասեմ երես թեկում Վրաստանից, այլ նաև եվրոպացիներն են երես թեկում Վրաստանից, որովհետև Բիձինա Իվանիշվիլին է կարծես թե երես թեկել նրանցից։ Այո, կարելի է այդպես ասել, որ երես են թեկում։ Երես են թեկում Վրաստանից, ուստի կարելի ասել, որ այժմ Հայաստանին եւ Ադրբեջանին են փորձում Միացյալ Նահանգները, եվրոպացիները ոչ, դիտարկել որպես իրենց հենարան, իրենց գործընկեր տարածաշրջանում։ Խոսքը գնում է Խարտիայի մասին, ընդ որում ոչ միայն Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները Խարտիայի տեսքով, Միացյալ Նահանգները Հայաստանում այդ Թրամփի ուղի կոչված ուղիով եւ Չինաստանը ռազմավարական գործընկերությամբ։ Այսինքն, եթե առաջ Հայաստանը Վրաստանի հետ էին դիտարկում որպես եվրոպական ժողովրդավարական երկիր, այժմ այդպես չի դիտարկվում է Հայաստանը Ադրբեջանի հետ, կարելի է այդպես ասել։ Հետաքրքիր հարց է եւ մոտեցում։ Վրաստանի հարցը այս պահին սառեցված է։ Եվ նույն Եվրոպական միության ընդլայնման կոմիսարը, որը այցով է գալու տարածաշրջան, հետաքրքիր է, որ այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան եւ չի այցելելու Վրաստան։ Չնայած նրա, որ Վրաստանը միակ պետությունն է տարածաշրջանում, որը ունի Եվրոպական միության անդամակցության տեխնացուի կարգավիճակ։ Ուստի այո, այսօր Եվրոպական միության համար Վրաստանը եւ Միացյալ Նահանգների համար սառեցված է,
եւ չեն լեգիտիմացնելու այսօրվա այսպես կոչված իշխանություններին, դրա փոխարեն տարածաշրջանում կա նոր ուրեմն ժողովրդավարության հիմնասյուն իր ժամանակ այսպես աստղ կարելի ասել, նույնիսկ Վրաստանի հանդեպ այդ բառը օգտագործում են եւ կարծում եմ, որ հիմա նույն Վրաստանում էլ դա ճանաչում են ցավով, բայց փաստ է, որ դա դարել է Հայաստանը։ Եվ հիմքը արևմուտքի այստեղ, այս արևմուտքը չի ուզում կորցնել Հարավային Կովկասում ներկայությունը, ուստի հասկանալով, որ Վրաստանում այդ ներկայությունը այս պահին պահել անհնար է, Արևմուտքը օրակարգ ունի, որ ամեն ինչ անի, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը եւ նաեւ Միացյալ Թագավորությունը, որը վերջերս Հայաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ձևավորեց, որ գոնե Հայաստանը կարողանան պահել այստեղ ինչպես ժողովրդավար պետություն։ Եվ դա վերաբերում է եւ Միացյալ Նահանգներին եւ այս դեպքում եվրոպական երկրներին։ Այդ երկուսը միասին դիտարկում են Հայաստանը որպես ժողովրդավարության կղզյա կամ աստղ, ինչպես դուք ասացիք։ Եվ դա բերելու է ներդրումների։ Վրաստանում պարզապես աստղ են ասել, դրա համար Հայաստանում մենք այդպես չենք ասում, կարող են սխալ ընկալել։ Հա, դա բերելու է ուրեմն ներդրումներին Միացյալ Նահանգների կողմից եւ Եվրոպական միության կողմից լոգիստիկ զարգացումներին, ժողովրդավարության զարգացումներին, կլինի դա մեդիա ոլորտում, թե կլինի քաղաքացիական հասարակության ահռելի գործ կանելու Վրաստանում այս ամեն ինչը 10-20 տասնամյակ էր իրականում նկատի ունեմ մոտ 10-20 տարի էր տեղի ունենում Վրաստանում այդ ժողովրդավարության ամրապնդումը, որը հիմա Իվանիշվիլին փորձում է սպանել։ Հայաստանում մենք դա դեռ անելու ունենք եւ կարեւոր ուղի է, բացի դրանից վիզայի ազատացման ռեժիմը, որը ես համոզված եմ, որ շուտով կվերացվի Վրաստանում, հա, դուք Վրաստանում կվերացվի, Հայաստանի համար ազատ կսկսվի։ Այո, կարծում եմ մոտակա տարիների հարց է Հայաստանում, որ ազատ վիզայի ռեժիմ ունենանք, եւ դա ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանում ամրապնդվելու է այս արևմտյան քաղաքականությունը եւ ժողովրդավարությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, շատ հետաքրքիր է։ Իհարկե Միացյալ Նահանգները չեն պատրաստվում մի նման քաղաքականություն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղությունով, որտեղ Հայաստանը պոտենցիալ դաշնակից է, ռազմաքաղաքական դաշնակից։ Մենք կարող ենք լինել Միացյալ Նահանգների երկկողմ դաշնակից, մենք կարող ենք նույնիսկ ապագայում ՆԱՏՕ-ի անդամակցության մասին մտածել, իհարկե կարող ենք նաեւ Եվրոպական միության անդամ լինել եւ այդ ամեն ինչը հատկապես Եվրոպական միության անդամակցությունը եւ ժողովրդավարությունը Ադրբեջանում փաստացի անհնար է նույնիսկ ինչ-որ հեռանկարում քննարկել դա։ Հաշվի առնելով դա, Միացյալ Նահանգների համար ինչ է գլխավոր շահը, երբ ինքը հիմա ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ 1. Դա Հայաստանի ուղղությունով Ադրբեջանի կառավարելի եւ ուրեմն զսպելու մեխանիզմներ ունենալու ուղղությունով են քայլել։ Այն ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Այո։ Մեկը մյուսով կառավարելու գործիք էինք մենք Հայաստանը, Վրաստանի, ներողություն Ադրբեջանի, այո։ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ նույն նախագահ Ալիևը հայտարարեց, որ մեր համար շատ հետաքրքիր է ամենահզոր գերտերության հետ ունենալ համագործակցություն արհեստական բանականությունում, ուրիշ տեխնոլոգիաներում։ Իհարկե իրաց համար հետաքրքիր է։ Ռուսաստանը նույն քաղաքականություններ վարում, բայց նույն ձևով էր օգտագործում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր լավ հարաբերությունները պատերազմով իրար դեմ գործածելու, դուք այստեղ ասում եք համագործակցությամբ։ Այո, Միացյալ Նահանգները փորձում են հետաքրքրված ծություն բերել Ադրբեջանին, համագործակցել Վաշինգտոնի հետ, ինչը ներառում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ սադրանքներ չկատարել եւ Վաշինգտոնի օրակարգով խաղաղությունը ապահովել, բերելու է Ադրբեջանին Դրա մասին բացահայտ նախագահ Ալիևն է խոսում, ասում է, որ օգոստոսի 8-ը բերելու է Ադրբեջանին այս եւ այլ օգուտները նկատի ունի համագործակցությունը, բայց տեսեք, դա նաև ներառում է ռազմատեխնիկական համագործակցություն Ադրբեջանի հետ եւ դրա պատճառները ինչ են։ Առաջերտին, որ Ադրբեջանը այսօր վտանգված է իր այս Վաշինգտոնյան ուրեմն քաղաքականության փոփոխության հետևանքով, որովհետև տեսեք, մենք ռուսներին չենք ուրեմն խոստացել, որ իրականում տալու ենք որևէ լոգիստիկ կապեր։ Եղել է ապ նոյեմբերի 9-ը, որը եղել է պատերազմի ժամանակ ստիպված, եւ եթե բոլոր կետերը պահպանվեին այդտեղ, հնարավոր էր, որ Հայաստանը կտարի այդ ճանապարհը, բայց այն բովանդակությունով չէ, որ Ռուսաստանն է դրա մեջ դնում, բայց ադրբեջանցիք խոստացել են Ռուսաստանին,
որ Լեռնային Ղարաբաղում այս գործընթացի հետևանքում իրանք լինելու են Ռուսաստանի այստեղ դաշնակիցները եւ դրա համար Ռուսաստանը շատ վատ հիմա արձագանքում է իրավիճակի վրա, որովհետեւ սա ճակերտներում դավաճանություն են Ռուսաստանում ընկալում թուրքերի կողմից, ադրբեջանցի կողմից։ Դրա համար Ադրբեջանը վտանգված է մի կողմից Ռուսաստանի եւ Սոլովյովը ուրիշները բացայտ խոսել են հատուկ ռազմական օպերացիայի մասին, մյուս կողմից նույնիսկ Իրանի հետ միասին այդպիսի գործողության եւ Միացյալ Նահանգների համար կա հարց, որ Ադրբեջանը այս քաղաքականության հետևանքով վտանգված չլինի Ռուսաստանից եւ Իրանից։ Բացի դրանից մենք միշտ գիտենք, որ Իրանի ուղղությունով Իսրայելը ունի իր հետաքրքրվածությունները հաշվի առնելով, որ Իրանում 20 միլիոն ադրբեջանցի են ապրում եւ սեպարատիզմը այնտեղ առանձին օրակարգ ունի, բայց մենք չմոռանանք, որ այս Թրամփի ուղու գլխավոր գաղափարը նաեւ թուրքական միության զարգացման աջակցություն է, բայց ինչպիսի թուրքական միության, որը Հայաստանով զսպվում է եւ վերահսկվում է եւ Հայաստանի սուվերենության պահպանման եւ Հայաստանը դրանից միայն շահելու է։ Եվ Միացյալ Նահանգների շահն է, որ թուրքական միությունը կենտրոնական Ասիայում կարողանա նվազեցնել Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, այլ ոչ թե հակառակը, որ թուրքական միությունը դառնա Չինաստանի եւ Ռուսաստանի միջոց հասնելու դեպի Եվրոպական միություն։ Հարցը դրանում է, որտեղ է սկսվում թուրքական միությունը։ Սկսվում է Ստամբուլում եւ ավարտվում է կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի, Բաշկիրստան, Թաթարստանում եւ Ույգուրստանում, թե սկսվում է Ույգուրստանում եւ ավարտվում է Ստամբուլում դեռ եւ հետո կարա ուրիշ տեղերում շարունակվի։ Որտեղից է այդ ուժը գալի եւ ուր է ուզում հասնել եւ ում դեմ է լինելու կիրառված։ Իհարկե թուրքերի ցանկությունը կլիներ այն, որ լիներ առանձին կենտրոն, ոչ արևմտյան, ոչ արևելյան։ Այդ իսկ պատճառով Թուրքիան շարունակում է նստել երկու աթոռի վրա իր քաղաքականությունով եւ պայքար է գնում, անկեղծ ասած, նրա համար թե թուրքական աշխարհը որ ուղղությունով կգնա։ Եվ այն, որ Զանգեզուրի միջանցք ճակերտներում այս թեզից եւ հարձակվելու մասին խոսելուց հետո երկար ժամանակ նախագահ Էրդողանը եւ նույն նախագահ Ալիևը փոխեցին իրենց ռետորաբանությունը, գնացին Վաշինգտոն, ստորագրեցին եւ հետաքրքիր էր իհարկե, որ դա հետաքրքրորեն համընկավ Իրանի վրա այդ ամերիկյան հարձակումներից, որը մի փոքր կարծեմ բոլորին հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները որևէ տեղից հեռու չեն գտնվում առհասարակ եւ իրենց պետք չի որևէ ռազմակայան, որ մոտիկ լինեն։ Կարծում եմ շատերին հիշեցրեց նույնիսկ Քուվեյթի դեպքերը, երբ փոքր եւ թույլ պետությունը Քուվեյթը հզոր Սադամ Հուսեյնը որոշեց գրավել եւ շատերը կարծում եմ գնահատեցին, թե ինչքանով արժի գնալ այդ ռիսկի եւ Հայաստանը, որը փոքր պետություն է ամենամեծ նույն Թուրքիայի, բայց փորձել այդ թուրքական միությունը ձևավորել այնպես, որ նույնիսկ բեռները որևէ մեկը չգնի, որովհետեւ եթե Հայաստանի տարածքը գրավեն, ապա այդ բեռները որևէ տեղ չի հասնելու։ Կարող է իրար մեջ ունենան առևտուրը թուրքական պետությունները, բայց միջազգայինորեն այդ միջին միջանց կոչված Չինաստանի Եվրոպական միություն ուղին ավարտվելու է, չի լինելու։ Դրա համար էլ առազի միջանցքը Իրանի տարածքով չի զարգանում։ Ուստի մենք ունենք իրավիճակ, որտեղ որ Միացյալ Նահանգները շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հենց դաշնակցության առումով եւ թուրքական աշխարհը, որ քաշեն ավելի իր կողմ առնվազն, որպեսզի Թուրքիան կառավարելի լինի ավելի։ Հա, փաստորեն այդպես է ստացվում է Թրամփյան ուղին, ոչ միայն տնտեսական, ոչ միայն տնտեսական նպատակները հետապնդում, այդ թուրքական աշխարհ կոչվածի ճանապարհին, եթե FSB-ն էր ուզում գար կանգներ, որպեսզի ինքը վերահսկեր այդ ամբողջ ճանապարհի, այսպես նայողի դերում լիներ։ Հիմա Միացյալ Նահանգները այսպես ոչ ուղղակիորեն, բայց նայող են դառնում այդ ճանապարհին, հա։ Մեր միջոցով, մեր հետ միասին, եւ դա շատ հետաքրքիր է, բայց նաեւ ինչն է հետաքրքիր, ներքաղաքական օրակարգը մի հատ տեսնենք, երկու տարբերակ կա եւ մի տարբերակ այն էր, որ դա փոխացրինք Ռուսաստանի FSB-ին, որը Չինաստանի ամենամտերիմ դաշնակիցն է եւ ստացվում էր, որ թուրքական միությունը վերահսկվելու էր Չինաստան, Ռուսաստանի կողմից։ Հայաստանի շահը այդտեղ 0 է, չկա։ Եթե Ռուսաստանն է վերահսկում, Անկարան խոսում է Մոսկվայի եւ Պեկինի հետ, վերջ։ Մենք միայն այդտեղ փոքրիկ գուբերնիա ենք, որտեղ որ Երևանում կարող են նստել տարբեր քաղաքական գործակալներ եւ ուղղակի տիրապետեն 3 միլիոն մարդու, հավաքեն այդտեղ գումարներ եւ հարստանան սեփական շահերի համար։ Վերջ, Երևանի սուբյեկտություն, աշխարհակաղակական հետաքրքրվածություն Երևանի հետ որևէ քննարկելու ուղղակի չկա։ Մյուս գործընթացը, որը հիմա է տեղի ունենում, նշանակում է, որ Երևանը, չնայած նրա որ Վաշինգտոնի հետ
միասին է եւ դա մեր սուբյեկտությունը շատ է հեզորացնում, մնում է առանձին սուբյեկտ, խոսում է առանձին Եվրոպական միության հետ, ինքն է խոսում թուրքական աշխարհի հետ, Անկարայի հետ, Բաքվի հետ, առանձին կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որտեղ որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք բոլոր այդ թուրքական պետությունների հետ եւ դա նաեւ շատ հետաքրքիր է։ Կարողանում է նաեւ Չինաստանի հետ խոսել, որտեղ Չինաստանին էլ է հետաքրքիր այդ լոգիստիկ կապերը եւ նույնիսկ Ռուսաստանին հետ կարողանում է հարաբերությունները բարելավել միայն մի դեպքում։ Եթե գործակալների իշխանություն հետ գալու վտանգը զրոյացվի, եւ եթե Սյունիքի Աբխազիա դարձնելը, Պրեդնիստրովիա դարձնելը, Դոնբաս դարձնելու գործընթացը, ինչը Ռուսաստանի երազանքն է, որովհետեւ կարա այն ինչ Լեռնային Ղարաբաղում արեց եւ էլ չի կարող անել եւ չի կարող վերականգնել, հիմա դա կազմակերպի Սյունիքի տարածքում եւ փաստացի ոչ միայն Հայաստանի հրավերով գա այդտեղ, այլ գա եւ մնա ընդմիշտ եւ ոչ էլ Հայաստանի տարածք փաստացի լինի Սյունիքը, եթե այդ գործընթացը զրոյացվի դրա հավանականությունը, ինչին ես հուսով եմ, որ հաջորդ տարվա ընտրությունները կբերեն, ապա մենք փաստացի կունենանք իրավիճակ, երբ Ռուսաստանը կցանկանա Երևանի հետ, ինչպես բոլոր մնացած խաղացողները, հավասարի պես ձևավորի հարաբերություններ, այլ ոչ թե հույս ունենա իր գործակալների վրա եւ հույս դնի հեղաշրջման օրակարգի վրա։ Այս ամենը հետաքրքիր է, շնորհակալություն ձեր վերլուծության համար, պարզապես անհասկանալի է, թե ինչու Թրամփը արդեն երրորդ անգամ Հայաստանի անունը չի կարողանում ոչ թե արտասանել, չի կարողանում արտասանել Ադրբեջանի անվանումը, բայց Հայաստանին կոչում է Ալբանիա ու այլ երկիր։ Պետք է արդյոք զարմանալ, չհասկանալ, կասկածել, որ Միացյալ Նահանգները գուցե մեր տեղն էլ չգիտեն, մեր անունն էլ չգիտեն, ընդհանրապես այս ամենը ինչ մենք կառուցում ենք, այս վերլուծությունները անտեղի են, որովհետև Միացյալ Նահանգները սկի մեր անունը չգիտեն։ Միացյալ Նահանգները մեր անունը գիտեն եւ իմ այդտեղ հանդիպումները շատ հետաքրքիր էին անցնում այն առումով, որ ինչ մեսիջներ էր հնչում եւ ինչ ցանկություններ եւ ասեմ, որ մեսիջը նրանում էր գլխավոր, որ Միացյալ Նահանգները հույս ունեն Վրաստանի հետ վերականգնել ռազմավարական դաշնակցությունը, Վրաստանի հայությունը առանձին իրենց համար հետաքրքիրողություն է, որովհետեւ Հայաստանի հետ էլ ռազմավարական հարաբերությունները նաեւ նշանակում են, որ Վրաստանի հայությունը դրա կամուրջ է լինելու։ Շատ լավ գիտեն մեր մասին բոլոր մանրամասները, նույնիսկ ավելին, քան մենք կարանք ակնկալել եւ ես նաեւ փորձել եմ հասցնել կարևոր տեղեկատվություններ, որը մեզ վերաբերվում են, բայց պետք է հասկանանք, որ նախագահը եւ Միացյալ Նահանգները հենց դրանով են Ջորջ Վաշինգտոնի կողմից հիմնադրված պետությունը տարբերվում շատ կվազի պետություններից, որ համակարգ է, շատ լուրջ համակարգ է եւ գործում է համակարգային մակարդակով եւ եթե Տրամպի ուզածով կամ ցանկությունով լիներ, անկեղծ ասած համոզված եմ, որ ինքը ոչ էլ կգցներ քարտեզի վրա Տրամպի ուղին անձամբ միջև դա եւ ինչու այդ գաղափարը առհասարակ ունեցավ, որովհետեւ կա համակարգ պետություն, որը հասկացավ, որ այս գործընթացում, երբ հյուսիսային միջանցքը Ռուսաստանի տարածքով Չինաստան, Ռուսաստան, Եվրոպա փակ է պատերազմի պատճառով, հարավայինը Իրանի տարածքով փակ է Իրանում պատերազմի եւ պատժամիջոցների պատճառով, մնում է միայն միջին միջանցք կոչվածը, որը գալիս է Վրաստանի տարածքով, գիտեք, կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա կամ Սևծով։ Վրաստանում մենք խոսեցինք ինչ իրավիճակ է, Միացյալ Նահանգները ասում են, միջև Վրաստանը բռնապետություն է հակաամերիկյան, մենք Վրաստանը չենք ներառելու նոր ծրագրերի մեջ միջին միջանցքի գործընթացի, ուստի անիմաստ է Բիձինա Իվանիշվիլու եւ Ռուսաստանի այս ցանկությունը տիրապետեն Վրաստանը, կարակ տիրապետել, բայց մի կողմից ժողովուրդը դեմ է, մյուս կողմից ռազմավարական նշանակություն մենք չենք տայել Վրաստանին։ Հիմա ամեն ինչ կանցնի դեպի Հայաստան, ուստի այս որոշումը լրիվ ուրիշ մակարդակի է եւ մենք չպետք է դա կապենք որևէ անձնավորության հետ, նույնիսկ ասեմ, որ սա Տրամպի ուղի կարող է կոչվում, որովհետեւ Տրամպը ունի այդ, գիտեք, Նոբելյան ուղղությունով է փորձում հաղթել եւ այլն, բայց դա նշանակություն իրականում չունի։ Կարևորը այն է, որ սա Տրամպի ուղի չէ, սա Միացյալ Նահանգների ուղի է այստեղ ստացվում։ Երբ կա ուրիշ աշխատակազմ, ինչպես Տրամպը շարունակեց Բայդենի եւ այդքան քննադատությունից հետո Բայդենի եւ Բլինկենի կողմից ստորագրված ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ, այդպես էլ նոր աշխատակազմը անպայման եւ ապագա աշխատակազմերը շարունակելու են Հայաստանի հետ այս Տրամպի ուղի կամ Միացյալ Նահանգների ուղի կոչված ծրագիրը, որտեղ դա գլոբալ Եվրասիայի մայրցամաքի եւ առհասարակ Միացյալ Նահանգներ, Չինաստան կամ ժողովրդավարը, ուրեմն ճամբար եւ ավտորիտար ճամբար արճակատման մեջ կարևորագույն դեր ունի եւ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը եւ հուսով եմ Վրաստանն էլ վերադառնալուց հետո մենք միասին կլինենք այդ հետաքրքրվածության կենտրոնում եւ կշահենք դրա հետևանքում։ Որովհետեւ Միացյալ Նահանգների շահերից է բխում։
ոչ թե Թրամփի, այո։ Իհարկե։ Այժմ գովազդ եմ հայտարարում եթերում, բայց գովազդից առաջ ես տամ հաջորդ այսպես մեր թեմային առաջին իմ հարցս մեզ մոտ մենք նախընտրական շրջանում ենք գտնվում, խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Բառացիորեն 1 տարի առաջ դուք հոկտեմբերի սկզբին էր, չէ, 4-ին կարծեմ հոկտեմբերի Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ եւ առ այսօր 1 տարի է անցել յետընտրական ցնցումների մեջ է Վրաստանը։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք կիսվեք մեզ հետ հետեւյալ ձեր դիտարկումներով կամ այդ փորձով, որով դուք անցել եք։ Ինչից պետք է խուսափի Հայաստանի քաղաքացին, ինչ վտանգներ կարող են սպասել եւ նախընտրական շրջանում, եւ բուն ընտրությունների օրը, եւ յետընտրական շրջանում։ Այժմ գովազդ եմ հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Գեորգի Թումասյանի հետ ենք զրուցում, Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահ միջազգային հարաբերությունների մասնագետ եւ այսպես, հարգելի պարոն Թումասյան, ձեր ամբողջ անցած փորձը եւ այս փորձը դեռ անցնում եք դուք, քանի որ Վրաստանում պայքարը դեռ չի դադարել յետընտրական, ես գիտեմ դուք եք այդ առաջնագծում այդ պայքարի եւ այսպես ինչից պետք է խուսափի, ինչից պետք է զգուշանա Հայաստանը, Հայաստանի քաղաքացիները, մասնավորապես ոչ միայն երկիրը, այլ ինչ պետք է իմանան քաղաքացիները ըստ ձեզ, այն դասերը, որ Վրաստանը եւ վրացի
Վրաստանի քաղաքացիները առան այդ ընտրությունների շրջանակներում։ Ոչ միայն այդ կոնկրետ ընտրությունների, առհասարակ Վրաստանում կա դասեր, որը մենք խաղել ենք եւ համարում ենք կարեւոր, որ Հայաստանում հանրությունը տեղյակ լինի եւ առաջի հերթին դա այն հատուկ ռուսական օպերացիան է, որը տեղի է ունեցել ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլի կամ ինչպես իրան Ռուսաստանում ինքը ներկայանում էր Բորիս Գրիգորիևիչ Իվանիշվիլի միջոցով, որովհետև խոստանալով վրաց ժողովրդին ժողովրդավարության ամենաբարձր մակարդակը, իսկ Սաակաշվիլին ուներ իր թերությունները 9 տարի իշխանություն լինելուց հետո, եւ խոստանալով անսահման հարստություն ժողովրդին եւ այն, որ ինքը իբրև Ռուսաստանից որևէ պարտականություն կամ կապ չունի, վրաց ժողովուրդը մի անգամ փաստացի վստահեց Բիձինա Իվանիշվիլին, այնն էլ ինքը ամբողջ իր կողքը հավաքել էր իրական արևմտամետ դաշտին։ Բիձինա Իվանիշվիլին էր հավաքել։ 2012 թվականին դաշինքով եկավ 6 կուսակցությունի դաշինքով եւ բոլոր արևմտամետները իր հետ միասին այսօր ընդդիմությունում են, իր դեմ են փողոցում են։ 2016-ին ինքը հանեց ուրեմն ամբողջ դաշինքը եւ մնաց միայնակ, բայց դրանից հետո 2020 թվականի արդեն ընտրություններին վրացական երազանքի կուսակցության անդամներին, որոնք հիմնել են այդ կուսակցությունը, հանեց այդտեղից, որոնք հիմա մեր հետ են փողոցում, ընդդիմություն են, եւ բերել է անհասկանալի ծագում ունեցող, նկատի ունեմ քաղաքական առումով ծագում, մարդկանց, որոնք առհասարակ քաղաքական գործիչներ էլ չեն, եւ դարձրել է արհեստական ամբողջությամբ քաղաքականությունը, որտեղ որ վարչապետների նույնիսկ կարևորություն չկա փոխելու, ում է նշանակում, որովհետեւ Բիձինա Իվանիշվիլի իշխանությունը փոխանցել է Ռուսաստանին։ Եվ սա հատուկ օպերացիա էր։ Հիմա վտանգը դուք սկսեցիք հարցից, արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ Բիձինա Իվանիշվիլին նման են։ Ես կարող եմ ասեմ, որ ես եւ պատասխանեցի, որ ոչ, բայց ես տեսնում եմ ով է նման։ Եվ Ռուսաստանը նույն ձևաչափով, ինչպես իր ժամանակ, հիմա Հայաստան ուղարկել է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, իր միլիարդներով, իր ընտանիքով եւ այլն, Բիձինա Իվանիշվիլին նույնպես միլիարդներով եւ ընտանիքով էր եկել, որը ով խոստանում է Հայաստանին անսահման հարստություն, որովհետեւ սոցիալական իրավիճակը բարդ է եւ լուծել հեշտ այս իրավիճակը որևէ մեկը առհասարակ չի կարող։ Մյուս կողմից այդտեղ իբրև մաքուր եւ ոչ պրոռուսական օրակարգ է, բայց որը եւ ժողովրդավարություն է նաեւ խոստանում, բայց որը համոզված եմ նույն օրակարգն է, ինչը Վրաստանում։ Դա ուղղակի նշանակում է այն, որ Իվանիշվիլու պես հանձնելու են իշխանությունը եւ վերջ, եւ իհարկե Սամվել Կարապետյանը երկիր ղեկավարել չի կարող։ Ունակ չէ դրա ուղղակի։ Քաղաքական գործիչ չէ։ Եթե այդ մարդուց իր միլիարդները կողքի քաշես, ապա որևէ այդտեղ։ Իսկ Բիձինա Իվանիշվիլին Բիձինա Իվանիշվիլին ինչու էլ վարչապետ չի, մի տարով էր վարչապետ առհասարակ, որովհետև ինքը քաղաքական գործիչ չի, իրան չի հետաքրքրում դա, ինքը չի հասկանում դրանից։ Բա ինչ է, վեկտոր փոխող է ներսում, ինչ է։ Ինքը Ռուսաստանում ուրեմն Պուտինյան այդ համակարգը եւ KGB-ի համակարգը կարողացել է ձևավորել ոչ միայն ռուս օլիգարխների ներսում, այլ այդ իրանց կոչված ուրեմն հետսովետական տարածաշրջանում Բլիժնիե Զարոբույժի ինչ կոչում են իրանք, այդտեղից էլ օլիգարխներին կարողացել են տալ հնարավորություն, որ իրանք աշխատեն գումար եւ դա անհնար է առանց ՖՍԲ-ի վերահսկողությունի եւ անհրաժեշտ պահին իրանք պատրաստ են դա օգտագործել տարբեր նպատակներով եւ Բիձինա Իվանիշվիլին ուղղակի առաջինն էր փաստացիում, որ այսպես օգտագործեցին եւ ուղիղ ասենք վրաց ազգը խափնվեց առանց փորձ ունենալու եւ մենք հիմա ես ասում եմ նաեւ Թբիլիսիից Վրացատանի մեր քաղաքական ընդդիմության առաջնորդների նաև հորդորը հայ ժողովրդին, որ գոնե Վրաստանի փորձը հաշվի առնելով հայ ժողովուրդը չխափնվի ռուս օլիգարխի օրակարգով, նաև կա ուրիշ օրակարգ, իհարկե վտանգը գալիս է նրանից, որ Ռուսաստանը, ինչ Վրաստանում էլ կա այդ գործընթացը իհարկե, բայց ես համանապակվեմ Հայաստանի մասին խոսելով, իհարկե եկեղեցում իր ազդեցությունը Ռուսաստանը նաև գործի դրեց եւ դա է օգտագործվում հաշվի առնելով ինչպես սենսիտիվ է։ Վրաստանում եւս այդ երևույթը դուք ուզում եք ասել։ Գլխավոր թեզը Վրաստանում հակա եվրոպական նրա մասին է, որ իբրև եվրոպացիք չեն ճանաչում, որ մայրը մայր է եւ հայրը հայր է։ Իբրև եվրոպացիք պատրաստվում են վրացիքի ուրեմն այդ ընտանիքի բանը հիմքերը խախտել, հա։ Եվ մենք բոլորս շատ լավ գիտենք դա ինչքանով կեղծ է։ Հիմա Հայաստանում այդ թեմաները կլինի այդ հակաեվրոպական ամերիկյան թեմաները, ընտանիքի կամ ուրիշ, կլինի կրոնական թեմաները, որը սպեկուլյացիոն օրակարգով Ռուսաստանը միշտ օգտագործել է, այդ թվում իր գործակալների միջոցով, կլինի ռուս օլիգարխի թեման, թե վտանգները Հայաստանում վտանգները ուրիշ են։
Վրաստանում վտանգը այսօր այն է, որ մենք չունենք լեգիտիմ հնարավորություն իշխանությունը փոխել, ընտրությունների միջոց չկա։ Նոր ընտրություններ խորհրդարական չեն նշանակում, ինչը մեր պահանջն է մի տարի ցույցերը ամեն օր են տեղի ունենում եւ վրա ժողովուրդը հերոսամարտ է իրականում անցնում, որովհետեւ ամեն օր մի տարի ցույցեր այն իրավիճակում եւ հարյուրավոր քաղբանտարկյալ, հազարավոր դատական գործ, այդ թվում իմ դեմ եւ բոլորի դեմ հորինված ինչ որ հարցերով, տուգանքներ, ուրեմն հարցակումներ մասնակիցների վրա ցույցերի տանմոտ եւ այլն։ Մի խոսքով մի դժոխք է քաղաքական առումով այսօր Վրաստանում տեղի ունենում, բայց միևնույնն է մենք հասկանում ենք, որ պայքարը չի կարելի կանգնեցնել, որովհետև միջև պայքարը կա, հաղթանակի հնարավորություն էլ կա եւ չի կարելի Բելարուսի նմանվել, որտեղ որ ընդդիմությունը կարծես էլ գոյություն չունի, կամ գնացին, կամ առհասարակ պայքարը չեղարկեցին, բայց Վրաստանում չկա այն վտանգը, որը կա Հայաստանում, դա հեղաշրջման իրական վտանգն է, եւ Հայաստանում կան ուժեր, այդ թվում մենք տեսանք քաղաքացի Բագրատ Գալստանյանի եւ ուրիշների այդ մոտեցումը, հատկապես դաշնակցության իհարկե, որոնք հավանական է, որ գնան հեղաշրջման օրակարգով, որովհետեւ տեսեք, մենք նոր էինք խոսում ձեր հետ միասին, այս ամբողջ վերլուծության մասին իրավիճակի եւ միակ հնարավորությունը, որ այս գործակալները կարողանան փրկել իրենց քաղաքական հնարավորությունները, իրենց գողացած կապիտալը, իրենց ազդեցությունը հայ ժողովրդի վրա, նա է, որ իրանք նորից իշխանությունը վերցնեն, զավթեն, հանձնեն Ռուսաստանին եւ այստեղ լինեն Ռուսաստանի գեներալ գուբերնատորները, որոնք ներկայացուցիչները։ Այսինքն մենք մեր հաղորդման պատմական առաջին առումով նկատի ունեի Ռուսաստանը այդպիսի փորձ ուներ, չէ՞, նշանակել իր գուբերնիաներում գեներալ գուբերնատոր, որը այդտեղ ղեկավարում էր։ Այս մարդիկ այդ տրամաբանություն ունեն ցավոք, ուստի իրանք ուրիշ ձևաչափ այստեղ չեն տեսնում։ Եվ վտանգը նրանում է, որ այս մարդիկ կարող են գնալ այսպիսի ահաբեկչական գործունեությանը։ Այսինքն մենք մեր հարցազրույցի առաջին հատվածում խոսում ենք Միացյալ Նահանգների շահերը, Չինաստանի, մենք անընդհատ այդ երկրների անվանումներն ենք տալիս, Ռուսաստանը չէր երևում, փաստորեն մենք FSB-ով, որը չկանգնեց այսօր Թրամփի ուղի կոչվածի վրա, Ռուսաստանը կամաց եւ ավելին դուք ասացիք, որ Հայաստանի իշխանությունները կարծես թե դուք ամենայն դեպս այդպես եք կարծում, որ կամաց Ռուսաստանին դուրս են բերելու նաեւ մեր սահմաններից եւ հիմա դուք համարում եք, որ Ռուսաստանը հետ գալու, Հայաստան հետ գալու փորձ է անելու այդ ժամանակահատվածում, այս նախընտրական շրջանում եւ ընտրությունների միջոցով եւ ասում եք, որ կա հեղաշրջման վտանգ։ Կարելի է ասել, որ Վրաստանում այնուամենայնիվ այնինչ տեղի ունեցավ, հենց հեղաշրջում տեղի ունեցավ Վրաստանում։ Չէ՞ որ դուք խոսում եք այն մասին, որ մինչեւ այս ընտրությունները, մինչեւ անցած տարվա հոկտեմբերը Վրաստանը գնում էր դեպի Եվրոմիություն։ Վրաստանը այլ ուղղությամբ էր գնում եւ ընտրությունների արդյունքներից բխող այլ քաղաքականություն է այժմ գնում։ Արդյոք դա հեղաշրջում չէր ընտրությունների միջոցով։ Եվ ինչպես դա տեղի ունեցավ։ Ինչպես դա իրականացավ, եթե այո, կարող եք ասել ոչ, ես հարցնում եմ։ Հեղաշրջումը Վրաստանում իրականում տեղի չունեցավ այդ ընտրությունների ժամանակ, այլ տեղի է ունեցել նույնիսկ 2019 թվականին, երբ առաջի անգամ բացահայտ Գավրիլովին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամին, հյուրընկալեցին Վրաստանում, ուրեմն ուղղափառ խորհրդարանի անդամների ասամբլեայի այդ ձևաչափով, որի մաս է նաև Վրաստանը եւ Ռուսաստանը եւ ուրիշ ուղղափառ քրիստոնեական պետությունները, Գավրիլովը, որը կոմունիստական կուսակցության անդամ է, ռուսական պատվիրակության ղեկավարն է այդ քրիստոնեական ուղղափառ ասամբլեայում եւ նախագահողներ եւ Վրաստանում այդպես հայտնվեց, որ Ռուսաստանն էր այդ ժամանակ նախագահողը եւ ընկալելու ժամանակ Գավրիլովը նստած էր Վրաստանի խորհրդարանի ուրեմն նախագահի նստավայրում։ Բայց դա չխանգարեց, որ դեկտեմբերին ձեզ Վրաստանին տան տեխնացուի կարգավիճակ Եվրամիության անդամի։ Ճիշտ է։ Տարիներ անց իհարկե, բայց եկաք հասակ մինչև 2024 թվականի դեկտեմբերն էր կարծես։ 23 թե 24, մի խոսքով, այո, եկաք հասակ մինչև այդտեղ։ Բայց դրանից հետո որտեղ եք դուք հիմա։ Հարցը նրանում է, որ այդտեղից մենք արդեն տեսանք, թե ինչպիսի իրավիճակ է փոփոխություն կրում եւ Եվրոպական միությունը երբ տվեց տեխնացուի կարգավիճակ, անկեղծ ասած, բաց ասացին եւ դա կա մամուլում, որ մենք տալիս ենք ժողովրդին, որովհետեւ
ժողովուրդը միջև այդ 2023 թվականի մարտին, երբ ներկայացրեցին առաջին անգամ ռուսական այդ օտար գործակալների օրենքը, այնպիսի ցույցեր արեց, որ ստիպեց այդ օրենքը հետ տարան։ Եվ երբ հետ տարան, Եվրոպական միությունը ասաց, որ ժողովուրդը պայքարեց, հաղթեց, եւ մենք պետք է Սատականենք փոխարկենք։ Այո, բայց մի կարևոր ժողովրդի որոշում։ Կարևոր նրբություն կա շատ։ Երբ որ Եվրոպական միության այդ տեխնացուի կարգավիճակը պետք է տային, Վրաստանը ամեն ինչ արեց, որ չտային իշխանությունները։ Այո, մանրամասն կարող եմ պատմել։ Ամեն ինչ արեց։ Ժամանակը չիների, բայց կարևորը ուրիշ է։ Երբ հրավիրեցին վերջում Վրաստանի վարչապետին եւ Վրաստանի նախագահին այն ժամանակ Ղարիբաշվիլին էր եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզ, Մակրոնը կոնկրետ հարց դրեց, որը ակնհայտորեն հետո երևում էր իմ պատկերացումով որ դա էր եւ այդտեղ փոխանցեց Վրաստանին աջակցեց եւ Եվրոպական միությունը դրանից հետո տվեց կարգավիճակը, բայց հասկանալի է որ Ֆրանսիան շատ մեծ դեր ունի Եվրոպական միությունում, Պարիզի խաղաղության ուրեմն գագաթնաժողովներ տեղի ունենում եւ այդ ժամանակվանից սկսվեց Հայաստան զենքի մատակարարումները։ Ուստի Եվրոպական միությունը տվեց Վրաստանին կարգավիճակ նրա համար, որ այդ թվում բացեր զենքի մատակարարումների համար ուղի դեպի Հայաստան, որովհետև այդ ժամանակ Հայաստանը այնքան սուրը անվտանգային իրավիճակ ուներ, բարդ, որ այդ ուղին շատ անհրաժեշտ էր, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական էր։ Ուստի Եվրոպական միությունը կարելի ասել ոչ թե տվել է զուտ այն առումով, որ Վրաստանը ինչ որ կրիտերիաներ է կատարել, այլ քաղաքական քայլ էր այդ կարգավիճակ տալը, որովհետև պետք էր դեպի Հայաստան ուղի, պետք էր Վրաստանում ժողովրդին աջակցել, բայց դրանից հետո Վրաստանը հենց դա է, որ նույնիսկ պայմանավորված մատակարարումների ուղին ֆրանսիական զենքի համար որևէ պատճառ չունենալով կանգնացրել է։ Եվ դրանով նաև կատարում է հակաարևմտյան քայլ, որովհետև արևմուտքին է պետք Հայաստանը այստեղ զինել, որովհետև արևմուտքի դաշնակիցն է Հայաստանը, իսկ Հայաստանի անվտանգությունը նշանակում է արևմուտքի անվտանգություն նաև եւ հակառակը։ Արևմուտքի անվտանգային միջավայրը մեզ էլ է օգնում։ Ուստի Վրաստանը այդ քայլը արեց եւ այստեղ պարզ դարավ, որ հիշեցնեմ մատակարարումների ժամանակ, որը սկսվեց, Ադրբեջանը դժգոհ էր։ Եվ բարձրաձայն հայտարարություններ եղավ, որ ինչու եք Հայաստանին ուրեմն տալի հնարավորություն, որ ձեր տարածքով գնեն զենք եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել, այսօր էլ կարելի է գտնել այդ հայտարարությունը, որտեղ որ ասում է, որ որևէ պատճառ չկա, որ մենք արգելենք դեպի Հայաստան զենքի տրանզիտը։ Այսինքն Ադրբեջանին նրանք մերժեցին։ Այո։ Բայց ինչու են անում, ում ազդեցության տակ են փակում ճանապարհը։ Այնտեղ նշված էր, որ մենք պատճառ չունենք, Հայաստանը պատժամիջոցների տակ չի գտնվում, այս զենքը ռուսական չի, նախկինում որ ռուսական էր Վրաստանը խնդիր ուներ, ֆրանսիական զենքա, մենք չենք կարող արգելել այդ զենքը գնա Հայաստան, ինչպես չենք արգելում զենքը գնա Ադրբեջան Վրաստան տարածքով։ Չկա պաշտոնական դիրքորոշում, ուղղակի արգելում է եւ ես կարող եմ ասեմ, որ սա քաղաքական որոշում է, որը գալիս է հենց հակա-ամերիկյան, հակա-եվրոպական քաղաքականությունից եւ նույնիսկ եթե Ադրբեջանը դրանից շատ ուրախացած է ի վերջո եւ կարող է ինչ որ նույնիսկ բենեֆիտներ Վրաստանի իշխանությունները փոխադարձ ունենան դրա հետևանքում, որովհետեւ շատ հաճախ են ադրբեջանցի գալի կամ իրան գնում լեգիտիմացնում են, փորձում են Վրաստանի այսօրվա իշխանությունները, իհարկե սա պատվերը գալիս է Ռուսաստանից, որովհետև Ռուսաստանին էր պետք Հայաստանը լիներ թույլ ռազմական առումով վտանգված եւ նույնիսկ եթե Ադրբեջանը հարձակվեր եւ Ռուսաստանին դա պետք էր, որովհետեւ այսօր այս ընդդիմություն կոչվածը ինչ է ասում եւ զարմանալի է որ այդ մարդկանց մեջ նույնիսկ կա ռուսական օրակարգ անցկացնող, բայց իբրև արևմտամետ մարդիկ ուզում են որ պատերազմ վերսկսվի Ադրբեջանի հետ եւ ես ձեզ ասեմ նախորդ սցենարը սկսվում է պատերազմ Ադրբեջանի հետ այս հայրենասիրական ճակերտներում օրակարգով, որը Երևանում ընդդիմությունը անցկացնում է, Ադրբեջանը իհարկե ռազմական առավելություն ունի եւ խորանում է Սյունիքի տարածքում, հաշվի առնելով որ Ադրբեջանը չի ուզում ստացվել օկուպանտ եւ այն ինչ ինքը այսքան տարի ասում էր մեր դեմ, հիմա ինքը դառնա պատժամիջոցների տակ հայտնվի եւ այլն, չի ուզում դա անել, Ռուսաստանը կօգտվի այդ իրավիճակից, գա հայերին ճակերտներում փրկի Սյունիքում, այնտեղ ձևավորի իր առաքելությունը, որը այլևս ադրբեջանցի կարողացան ռուսներին հանել։ Իսկ մեր մոտ եթե իշխանությունը այստեղ նաև իրանցը լինի, ապա առհասարակ որևէ մեկը երբեք ռուսներին չի անի եւ ձևավորեն այնտեղ ռուսական, ինչպես արդեն ասացի, Աբխազիայի կամ Պրեդնիստրովիայի նման ինչ որ այսպիսի ոչ կառավարվող տարածք։ Եվ այդ է այս հայրենասիրության նպատակը ճակերտներում հիմա որոնք տարածում են, գիտենալով որ մենք ռազմական բախման մեջ չենք կարող մտնել։ Մեր մատակարար
մատակարարումների ուղին փաստը, որ Վրաստանից ասացի ինչ իրավիճակում է գտնվում, մյուս մատակարարումի ուղին Իրանն է, որտեղ որ մենք վերջերս տեսանք, որ ինչպիսի լայնածավալ պատերազմ էր, դա մեկ խնդիր է, որ մատակարարումը զուտ Իրանով խնդիր է, երկրորդը որ մատակարարումները Իրանով Հնդկաստանից խոսքին Սյունիքով պետք է անցնեն, եւ եթե Սյունիքում է պատերազմ, դա առանձին խնդիր է, բայց երրորդ ամենակարևոր հարցը կա։ Հնդկական զենքը իհարկե այն փուլում, երբ մենք սկսեցինք գնել, շատ ավելի տրամաբանական էր, եւ ուրիշ այլընտրանք չկար, հատկապես ֆրանսիական զենքը այս կողմից խնդիրներ էր ստեղծվում, բայց անկեղծ պետք է ասենք, Հնդկաստան-Պակիստան այս հակամարտությունը, որը տեղի ունեցավ կարճատև, ցույց տվեց, որ այդքան էլ լուրջ առավելություն հնդկական զենքը, ինչպիսին է ամերիկյան զենքը խոսքին, իր որակով չունի, իհարկե, մենք չենք ակնկալել, որ կունենա, եւ նույնիսկ ինչ որ առումով չինական եւ պակիստանական այդ ինքնաթիռները միասնական, որը կան, JF-17-ը, որը Ադրբեջանը հիմա գնում է եւ շատ հզոր իրեն դրսևորեց այդ հակամարտությունում, մենք տեսանք, որ թույլ է ինչ որ առումով, ուրեմն հնդկական հնարավորությունները դեռ անելիք ունի Հնդկաստանը, հատկապես հուսով եմ Միացյալ Նահանգների հետ միասին։ Ուստի մեր հիմքը չի կարող միայն Հնդկաստանը լինի եւ Հայաստանը, որ կարողանա տարածաշրջանում պահել իր դիրքերը, ինչու ասում ենք խոսացինք թուրքական աշխարհի ուղղությունով։ Միակ տարբերակն է, որ Հայաստանը նմանվի Իսրայելին։ Իսրայելի պես փոքր, բայց հզոր պետություն լինի, որը Իսրայելը արաբական աշխարհի կենտրոնում է եւ արաբական աշխարհն է թիրախավորում, պալեստինցի արաբն չէ, թիրախավորում Իսրայելին եւ իսլամական աշխարհը, բայց պահում է, որովհետեւ փոքր է, բայց հզոր է, Վաշինգտոնը մեջքին կանգնած է։ Մենք հիմա փոքր ենք, հզոր չենք դեռ հուսով եմ։ Եվ մեջքին ոչինչ։ Մեջքից սկսում է Վաշինգտոնը կանգնել։ Հիմա մեր նպատակն է, որ այդքան կարողանանք այդ թվում ամերիկյան զենքով, ամերիկյան ռազմակայանների ներկայության եւ այլն քննարկելու հարցը ամրապնդել հայկական փոքր, բայց հզոր պետությունը, որ նույնիսկ եթե ստեղծվի մարտահրավեր ապագայում եւ իրական վտանգը դրանից է գալի, որ կարա աշխարհը քաղաքական իրավիճակը փոխվի։ Հիմա ասում են Միջանցք է Փաշինյանը տվել, դա սուտ է։ Բայց վտանգ կա, որ որևէ փուլում եթե աշխարհը քաղաքական այստեղ իրավիճակը փոխվի, Միացյալ Նահանգներում ուրիշ իրավիճակ լինի, զբաղված լինեն, բալանսը փոխվի, ոնց որ ադրբեջանցիք մենք տեսանք, որ խաբեցին ռուսներին, դավաճանեցին ճակերտներում։ Կարող է որևէ փուլում, չեմ ասում նախագահ Ալիևը, բայց խոսքին կարա լինի ուրիշ ղեկավար կամ ուրիշ իրավիճակ, Թուրքիայում ուրիշ իրավիճակ կամ ուրիշ ղեկավար, որոշեն այս Տրամպի օրակարգից եւ Վաշինգտոնյան օրակարգից դուրս գալ։ Մեր գլխավոր առաջնահերթությունը այդ ժամանակի համար Իսրայելի պես պատրաստ լինել նրա համար, որ ապահովենք մեր տարածքային ամբողջականությունը եւ սովորություն, որը իրանք ճանաչել են, բայց կարող է խախտեն իրանք ճանաչումը։ 100% վստահություն քաղաքականությունում, հատկապես աշխարհակաղակական զարգացումներում չկա։ Ուստի մենք պետք է օգտագործենք այս գործընթացը, որ Իսրայելի եւ Սինգապուրի նման այսպես կետեր, որ կա կարևոր երկրագնդի վրա, մենք էլ դառնանք այդպիսի կարևորագույն կետ եւ այդ ուղով պետք է շարժվենք։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաեւ ձեզ, որ մեզ հետ եք այս ընթացքում, հարցազրույցի ընթացքում։ Հիշեցնեմ, որ Գյորգի Թումասյանի հետ էի զրուցում, Գյորգին բնակվում է Թբիլիսիում, Վրաստանում, եւ Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահն է, միջազգային հարաբերությունների մասնագետ։ Զրուցում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ եւ լավ օր։